աուտիզմից մինչև Ալցհայմեր։ Ուղեղի հիվանդությունները հետազոտողները բժշկականում են, մասնակցում են նեյրոգիտության շաբաթին։ Կոնֆերանսը նվիրված է ոլորտի անվանի հայ պրոֆեսորներ Միխայել Աղաջանովին եւ Գաբրիել Խաչատրյանին, բանախոսություններ, աշխատաժողովներ, քննարկումներ։ Այսօր գիտությունը զարգանում է եւ բժշկությունն էլ հետ չի մնում։ Ուղեղը մարդկության էվոլյուցիայի ընթացքում ձևավորված ամենահետաքրքիր օրգաններից է։ Անգամ հարյուրամյակների ուսումնասիրություններն են քիչ։ Ուղեղը լիարժեք բացահայտելու համար։ Ժամանակակից գիտությունը լայն հնարավորություններ է տալիս։ Պետք է այդ առիթից օգտվենք եւ գործենք։ Մեր երկրում բժշկական այս ուղղությունը զարգացման ճանապարհին է, նշում է Կոնստանտին Յենկոյանը։ Հայաստանը կարողացավ այս ոլորտում մի քանի խոշոր դրամաշնորհներ շահել ժամանակին եւ Կոբրեին ծրագիրը, որով եւ կենտրոնը կառուցվեց գերազանցության, այնտեղ համաշխարհային բանկի ծրագրերը, այլ գիտահետազոտական ինստիտուտներ եւս այդ շրջանակներում սկսել են աշխատել, այսինքն նեյրո կենսաբանությունը իր բժշկական ելքով, որ արդեն տալիս է համալսարանը, կարելի ասել արդեն ասելիք ունի։ Բացի գենետիկ նախատրամադրվածությունը ուղեղի հիվանդությունների առաջացման պատճառներից են նաև կրկնվող սթրեսները, կպչուն մտքերը։ Ուստի կարևոր է մասնագետների գիտելիքների եւ կարողությունների ամրապնդումը։ Նեյրոհոգեբանական եւ նեյրոհոգեկան հիվանդությունների տարածվածությունն ամբողջ աշխարհում աճում է, կարծում եմ շուտով կանցնի նույնիսկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններին։ Նշեմ, որ այդ բարդություններն ունեցող բուժառուների մոտ նույնպես հաճախ զարգանում են դեպրեսիա եւ այլ խանգարումներ։ Նման կոնֆերանսներին ուսանողների մասնակցությունը կարևոր է, նշում է բուհի պրոռեկտորը։ Ապագա բժիշկներն աշխարհահռչակ գիտնականներից հաստատ սովորելու շատ բան ունեն։ Աշխարհը հիմա բաց է։ Դու ամենը կարող ես տեսնել էլեկտրոնային ռեսուրսներով, բայց սա ունի իր ուրույն տեղը։ Մի բան է, որ դու կարդում ես դա, երկրորդը դու տեսնում ես այն մարդուն, որը հեղինակել է այդ հոդվածը եւ երես առ երես, ինչպես իմ ասում են face to face, կարողանում ես նրանից ստանալ հենց առաջնային ինֆորմացիան։ Կազմակերպիչները վստահ են, փորձի փոխանակումն ու համատեղ գիտական ծրագրերը կգրանցեն նոր ձեռքբերումներ նեյրոգիտության ոլորտում։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։